կոտորելով չի հանձնել այդ տարածքը։ Կոտորելով չի հանձնել, հետո ինքը մեծ հաշվով Սաակաշվիլին իշխան տարածք չի Ինքը չի հանձնել։ հայտնել, եթե այս տարածքները տա ինձ դավաճան կասեն, դրա համար պիտի զոհեր լիներ, որ շատ կարևոր բան ասեմ։ Սաակաշվիլին, մինչև Սաակաշվիլի մանիշխանության գալը արդեն այդ տարածքը իրանցը չէր։ Հարավային Օսիանը իրանցը չէր։ Ավելին կարամ ասեմ, Աջարյանն էլ իրանցը չէր։ Ինքը որ եկավ, Աջարյան հետ բերեց։ Բայց Աբխազիան եւ բանը Հարավային Օսիան վերջնականապես կորցրեց, որի համար իրան մեղադրում են։ Այսինքն մեծ հաշվով կարող եմ ասել, որ այս տիպի երկրներում 10 տարուց 8-10 տարուց ավել ոչ մի ղեկավար չի կարող։ Ինքը դա հասկանում է, բայց ի տարբերություն նախորդների ինքը մեծ վախ ունի, որ եթե իշխանությունը կորցնի, իրան կարող է պատահի, չգիտեմ, դատեն, շատ վատ բաներ անեն եւ ինքը այդ վախից ելնելով ինքը փորձում է պատեպատ տալ իրան։ Տեսեք ինչա հայտարարում, որը ծիծաղելի է մակարդակի, ասում է, եթե մենք չգանք, եթե մենք չկարողանանք վերարտադրենք, ուրեմն կլինի պատերազմ։ Այսինքն ինքը չի հասկանում, որ ինքը փաստացի խոստովանում է, որ ինքը փաստացի այդ քայլով ասում է, որ ես Ադրբեջանի տեխնացուն եմ։ Այսինքն ինքը ինչ ասում է, եթե ես չվերարտադրվեմ, Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա։ Այսինքն դա ով կարա տենց բան ասի։ Այն մարդը, ով Ադրբեջանի շահերն է սպասարկում։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն սա շատ պարզ ապացույց է այդ բանի, որ այս մարդը ունի արդեն Ադրբեջանի հետ պայմանավորվածություններ, որ հունիսի 7-ից հետո թե ինքը ինչ էլա զիջելու։ Ես հասկանում եք, չէ՞։ Եվ եթե չզիջի, կլինի երաշխավորված պատերազմ։ Ինչի կլինի երաշխավորված պատերազմ։ Շատ կարևոր մոմենտ է, որովհետև այս մարդը գիտակցված ամեն ինչ արել է, որ Հայաստանը չունենա երաշխավորված բան դաշնակից, եթե դաշնակից չունես, կապ չունի թե Ալիևը կլինի թե Ալի ղեկավար կլինի Ադրբեջանում, կա ֆիզիկայի օրենք, եթե Ադրբեջանը ուժեղ է Հայաստանից եւ Հայաստանն էլ հրաժարվում կամովին հրաժարվում է պաշտպանությունից որևէ այլ երկրից, ինքը դառնում է ավտոմատ թիրախ։ Դրան գումարած կա կողքից 80 միլիոնից Թուրքիան, որը Ադրբեջանի ամենասերտ դաշնակիցն է եւ որը Ադրբեջանի հետ միասնական քաղաքականություն է վարում։ Այսինքն շատ պարզ տեսանելի խնդիր է, այսինքն Ադրբեջանն եւ Թուրքիան հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանից իրանք խաղաղ ճանապարհով ստանալու են այն, ինչ որ իրանք չեն ստանա ոչ մի ուրիշ պարագայում։ Եթե չլինի, ապա իրանք փորձելու են պատերազմը վախացնելով այդ նույն բանը ստանալ։ Ինչ են ստանալու։ Ստանալու են նորը մեզ ուղղակի հիշեցնեմ մեր ժողովրդին, որ ուրեմն Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի երկարությունը այսօր ընդհանուր սահմանի երկարությունը մոտավորապես 1000 կիլոմետր է։ 1000 կիլոմետրից ընդամենը 12 կիլոմետրն է, որը սահմանազատված եւ սահմանագծված է։ Պատկերացնում եք ինչ դա մի տոկոս է, 1-2%-ն է կազմում ընդհանուր սահմանի։ Մնացածը գիտակցված Ադրբեջանը չի գնացել, մնացած, որտեղ սպասում է, որ այս մարդը վերընտրվի, որ կարողանա արդեն այդ սահմանը ինքը չճանաչելով, որտեղ հաջորդ քայլը լինելու է 300,000 ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, որից հետո արդեն ինչ ծրագրերն են, ուղղակի ծրագրերը իրանց մոտ այսպես ասած կիսափակ մակարդակով քննարկվում են եւ կիսափակ վերլուծական շրջանակներ արդեն ներկայացնում են։ Ուրեմն ադրբեջանցիների նույնիսկ առաջի խմբականակը, որ վերադառնա Հայաստան, այդ դրանից հետո արդեն այդ խմբականակը դառնալու է 5-րդ շարասյուն Հայաստանում, այսինքն Թուրքիան ստանալու է լեգիտիմ իրավունք ցանկացած պահի բանակ մտցնի Երևան, Հայաստան։ Ինչպես որ դա Թուրքիան ունի բանակ Հյուսիսային Կիպրոսում։ Հիմա ինչ ունեք ժողովրդին ասելու այս իմանով, որ ինքը շարունակում է վախեցնել, ինչու չպիտի վախենալ եւ ինչու պիտի վռնդել իրեն։ Պատերազմը շարունակ, այսօր էլ Ալենն է ասել, մենք եթե չենք պատերազմի, Կարատ Միրզոյանն նույն բանն է, այսինքն այս մարդիկ փաստացի ուզում են վախացնել մեր ժողովրդին, որպեսզի մարդիկ վախի արագայում գնան իրանց ընտրեն։ Տեսեք, Հայաստանը կանգնած է երկու ընտրության առաջ։ Հայաստանը կամ կունենա երաշխավորված խաղաղություն, կամ կունենա երաշխավորված պատերազմ։ Նիկոլ Փաշինյանի պարագայում մենք ունենալու ենք երաշխավորված պատերազմ։ Սա օբյեկտիվ իրականություն է։ Էդի որտեղ այս մարդը պարտված մարդ է, այս մարդը ինքը պատանդի կարգավիճակի մեջ է հայտնվել Ադրբեջանի եւ Թուրքիայի տակ, ինքը ստիպված է գնալու զիջումների եւ ինքը կամա թե ակամա դառել է իրանց տեխնացուն Հայաստանում։ Ու արդեն քանի որ վիճակը շատ ավելի բաց դուրս է եկել, ինքը չի էլ թաքցնում, որ ինքը դառել է Ադրբեջանի տեխնացուն։ Սա պարզ խնդիր է։ Մենք ինչ ենք առաջարկում։ Կոնկրետ առաջարկ Հայաստանի ծրագրի շրջանակներում Մայր Հայաստանը եւ այլ քաղաքական ուժեր ակտիվ հիմա քննարկում է գնում, մենք առաջարկում ենք, որ այս Նիկոլ Փաշինյանի այլընտրանք մենք առաջարկում ենք երաշխավորված խաղաղության կոնցեպտը։ Ինչ է նշանակում երաշխավորված խաղաղություն։ Մենք ասում ենք հետեւյալը, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ դիսբալանս կա ուժային, այսինքն Ադրբեջանը այսօր ուժեղ դիրքերից է, մենք թույլ դիրքերից ենք։ Նրանք գումարած
Թուրքիան 80 միլիոնից Թուրքիան Ադրբեջանի հետ միասնական խաղում է ամեն ինչ մեջ, մենք այս պայծառությամբ երկու ճանապարհով պետք է գնանք։ Պետք է վերականգնենք մեր բանակը, եւ երկրորդը վերականգնենք մեր ռազմավարական վստահելի հարաբերությունները մեր դաշնակիցների հետ, որպեսզի կանխենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հնարավոր ներխուժումը Հայաստան։ Դա շատ կարևոր խնդիր է։ Այս Նիկոլ Փաշինյանի պարագայում դա բացառված է լինել։ Ես ասում եմ, որ ես չեմ ուզում փակագծերը բացեմ, թե ինչու, դա բացառված է լինելու։ Նիկոլ Փաշինյանի պարագայում շատ կարճ ժամանակահատվածում Հայաստանի 3 միլիոնանոց ժողովուրդը դառնալու է շատ արագ փախստական, ինչպես որ դառան արցախցիները։ Սա իրանց ծրագիրն է։ Նիկոլ Փաշինյանը համաձայնվել է դրան գնալ, որտեղ ինքը տարբերակ չունի, որտեղ ինքը շատ լավ հասկանում է, որ եթե Հայաստանում կյանքի կոչվի երաշխավորված խաղաղության կոնցեպտը, այսինքն մենք վերականգնենք մեր դաշնակցային հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակցի հետ այնպես ինչպես որ նախկինում կար, ապա Նիկոլ Փաշինյանը դառնալու ավելորդ օղակ այս պարագայում ինքը կորցնելու է իշխանությունը։ Ինքը չի ուզում կորցնել իշխանությունը Հայաստանի հաշվին։ Սա է Հայաստանի կործանման հաշվին, այս մարդը ուզում է փրկի իր սեփական կաշին, որտեղ վախենում է սեփական ժողովրդից։ Դա համար ես միշտ ասում էի, որ ինձ էլ Անժելա դու եւ շատերը քննադատում են, ասում էի մենք պետք է այս մարդուն տանք հումանիտար միջանցք Հայաստանից վռնդվելու, որպեսզի ինքը էնտուզիազմով չպայքարի Հայաստանի պետականության դեմ։ Սա շատ կարևոր խնդիր է, այսինքն երբ որ դու վիրավոր արջին ուզում ես այնց անես, որ ինքը վերադառնա, ինքը պետք է ճանապարհ տաս, որ ինքը փախնի Հայաստանից։ Տեսեք, բարոզան, նաև սրիկայության չափը, ինքը ինչքան է հասել ավելի կոնկրետ արտաքին պարտքը 14 միլիարդ 14.5 15 են ասում։ Տեսեք, ես այդպես անդրադառնամ դրան։ Կանդրադառնաք, չէ, ուրիշ հարց եմ ուզում տալ։ Ինքը նաև հիմա ասենց մտածել է, որ պիտի զենքերի ցուցադրություն լինի, շքերթ լինի, չգիտեմ ինչ, բայց այնտեղ վախեցած է, ասում է, որ մեր հարևան երկրները պիտի իմանան, որ մենք սա ուղղակի, ասենք բան է ուղարկել էլի, տեսեք, ես պետք է անեմ, որ աշկակապություն անեմ, դուք չմտածեք, այդ ուղղությամբ բան չեմ անելու։ Մինչդեռ քանի զորահանդես է եղել, զորավարժություն է եղել Թուրքիա-Ադրբեջան միասին, իրանք խնդրեմ չունեն։ Ում համար է անում Ադրբեջանը, պարզ է, չէ՞։ Նաև մեզ համար է անում Ադրբեջանը տարեկան 15-ից 20 զորավարժություն անցկացնում։ Ոչ մի խնդիր չունեն, բայց սա քանի որ իրանց ճուտն է, իրանց չգիտեմ գերին է, իրանց բերածն է, իրանց ստրուկն է, իրանց գործակալն է, ինչ է։ Ասում է, տեսեք, ձեզ հետ կապ չունի, դի ցույց տամ։ Հիմա այս նախընտրական մի հատ պիտի ցույց տամ։ Ինչի համար։ Նախ այս ասում է, որտեվ ես այսքան պարտք եմ արել, զենք եմ, չէ՞ գնել։ Անընդհատ մեզ ինչ է ասում, հարցս տամ, ուրիշ բան եմ ուզում ասել։ Ասում եմ, ես զենք եմ գնել, ասում եմ, ես տեսեք, ես ինչ խրամատներ ունենք, տեսեք, ես ինչ սահմաններ ենք պահում, տես ինչ սահմանները կահավորված են, էս են։ Հիմա հարց, ինչի ես դու, այս իմիջիայլից իմ դիտարկումը չի Արմինե Ադիպեկյանի, ինչի ես դու տենց սարսափած պատերազմից ու վախեցնում պատերազմից, եթե դու մեզ քանի տարի շարունակ ասում ես մենք սենց բանակը հզորացրել ենք, այսքան պարտք են բերել, զենք են բերել, այսինքն դու սուտ ես, չէ՞ խոսում։ Չէ, ես այդ ուղղությամբ եմ ուզում, որ մեր ժողովուրդը մտածի, որ ոնց է խաբել, ոնց է այդ փողերը կերել, գոյություն չունի, ու մեզ էլ խաբում է թե տեսեք, զենք, բանակ, բա որ ունես ինչի՞ ես վախեցնում ես ժողովրդին։ Տեսեք, ես հիմա թվերով, հիմա ես այդ անդրադառնանք արդեն թվերին, ես մանրամասն կասեմ, թե ինչ վիճակ կա Հայաստանի տնտեսությունը, ինչ է առաջարկվում, ինչի է խոճապի մեջ հայտնվել, այդ ամեն ինչը պարզ երևում է, այսինքն մեր ժողովուրդը կանգնած է երկընտրանքի առաջ։ Հունիսի 7-ին մեր ժողովուրդը ընտրելու է երաշխավորված պատերազմ, թե երաշխավորված խաղաղություն։ Երաշխավորված պատերազմը Նիկոլի պարագայում կլինի երաշխավորված պատերազմ, ինչու, որովհետև Նիկոլ Փաշինյանի վերընտրվելուց հետո Ադրբեջանը արդեն պահանջելու է շատ ավելի ռադիկալ զիջումներ, բնականաբար հասարակության մեջ առաջանալու է դժգոհություն, Ադրբեջանը ըստ էության այդ դժգոհության պայմաններում քայլեր է դիմելու Հայաստանի դեմ։ Դա կլինի հոկտեմբերին, սեպտեմբերին, թե նոյեմբերին, այդ հարցի պատասխանը ես չունեմ, բայց ակնհայտ է, որ այդ ճանապարհով է գնալու։ Ինչի, որովհետև Ադրբեջանը տեսնելու է, որ Հայաստանը չունի դաշնակից, փոքրիկ Հայաստանը 3 միլիոնից Հայաստանը 10 միլիոն Ադրբեջան եւ 80 միլիոն Թուրքիան տեսնելով որ Հայաստանը չունի դաշնակից, բնականաբար իրանք կամ ստիպելով պահանջելու են որ Հայաստանը դռները բացի որ ադրբեջանցիները գան որ հետո արդեն լուծեն Հայաստանի խնդիրը, կամ իրանք պատերազմի են դիմելու։ Երրորդ տարբերակ չկա, սա մի ճանապարհն է, ժողովուրդ։ Երկրորդ ճանապարհը դա այն է, որ մենք վերականգնենք մեր հարաբերությունները մեր դաշնակիցների հետ, վստահություն ներշնչենք այդ մարդկանց հետ, մենք ունենք այս պայծառությամբ, մենք ունենք հակաօդային ընդհանուր համակարգ, պաշտպանության ընդհանուր համակարգ, մենք այդ ամեն ինչը ունենք, դրա համար դեռ Ադրբեջանը ուզում է կազմաքանդի այդ ամեն ինչը, որ նոր կարողանա անի։
բայց այդ ունեցել ենք մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալի։ Նիկոլ Փաշինյանի ձեռքերով դա պետքա կազմակերպվի, որ նոր այդ ամեն ինչը գա։ Դա շատ պարզ, շատ կարևոր խնդիր է։